Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Մենք անընդհատ կարևորում ենք տեղեկատվությունն ու մոտիվացիան։ Երկուսը միասին իսկապես կարող են հրաշքներ գործել։ Ինչ որ առումով նաև մենք շահագրգիռ ենք, որպեսզի մեր հետևորդները տեղեկացված լինեն այն խնդիրներին, որոնք կարող են ունենալ, որպեսզի հասկանան, որ ճանապարհով ու միջոցով կարող են այս խնդիրներն իրենց համար լուծելի դարձնել։ Elroom-ում մենք առիթ ունեցել ենք հանդիպելու շատ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ կնոջ, մարդու, ով երկու առումով իսկապես հնարավորություն է տալիս շատերին հրաշքներ գործել իրավաբանական ու ֆինանսական։ Smart հաշվապահական իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն իրավաբան ֆինանսիստ Գոհար Զարոյանն է Elroom-ում։ Ես շատ շնորհակալ եմ Գոհար, որ նորից առիթ ունենք հանդիպելու։ Ձեր նախորդ անգամ մեր հանդիպումից հետո իրականում ես հիացած եմ, տպավորված եմ եւ պրոֆեսիոնալիզմով եւ այն ոգեվորող տեսակով, որով դուք վերաբերում եք ձեր աշխատանքին եւ նաեւ այն բոլոր ընկերություններին, ում հետ համագործակցում եք։ Ողջույն Լիլիթ ջան, շատ ուրախ եմ, որ նորից ձեզ մոտ եմ եւ սիրով եմ ընդունել այս անգամ եւս ձեր հրավերը։ Smart հաշվապահական իրավաբանական ընկերությունն է, որն արդեն 4 տարի է հիմնադրվել է։ Գիտեմ, որ ընկերություններն ում հետ համագործակցում եք շատ տարբեր ուղղությունների են, բոլոր ոլորտներն ըստ էության ընդգրկում եք, որ դեպքերում փոքր, միջին, մեծ որ բիզնեսները կարող են դիմել ձեզ եւ ինչ հարցերով։ Լիլիթ ջան, ինչպես նշեցիք, ընկերությունը արդեն 4 տարի է ինչ գործում է։ Ընկերությունը մատուցում է ոչ միայն հաշվապահական եւ իրավաբանական ծառայություններ, այլ նաև մտավոր սեփականության գրանցում, պետական գնումներ, մաքսային ներմուծումների մասով խորհրդատվություն եւ աջակցություն եւ այլն։ Չունենք որևէ սահմանափակում փոքր, միջին, մեծ բիզնեսների մասով, քանի որ ունենք համապատասխան մասնագետները, աշխատում ենք բոլոր տեսակի հարկադաշտերով, հետևաբար կարող են բոլորը դիմել, չունենք սահմանափակում։ Սահմանափակում չունեք եւ նաեւ բավական մեծ ու պրոֆեսիոնալ նեղ մասնագետներով համալրված թիմ է։ Հա, իհարկե, իրավաբանական մասը արդեն իրավաբանը, գնումների մասով գնումների մասնագետը, ամեն մի ճյուղ ունի իր մասնագետները, հստակ առանձնացված, որովհետեւ կարողանանք բավարարել հաճախորդների պահանջները։ Շնորհակալ եմ շատ, մանավանդ այս դժվար ժամանակներում, որովհետև հիմա իրականում էս առումով շատ դժվար է, շատ հաճախ տնտեսվարողներն ուղղակի կանգնած են անելանելի է թվում եւ անհասկանալի այն իրավիճակը, որում հայտնվում են։ Չնայած Smart ընկերությունը 4 տարի է, որ հիմնադրվել է, Գոհար, բայց ես հիշում եմ, որ նախորդ մեր զրույցից դուք ունեք 8 տարվա աշխատանքային փորձ, ընդ որում նաեւ 6 տարվա դասավանդման փորձ։ Ձեր թույլտվությամբ մենք դասընթացներին ավելի ուշ կանդրադառնանք։ Եթե համաձայն կլինեք, ես ուզում եմ հիմա տնտեսվարողների առաջ կանգնած այս խնդիրների մասով մի քիչ ավելի ամբողջական նաև ձեր խորհրդատվությունն ունենալ։ Հարկային օրենսգրքում փոփոխությունները հաճախակի են դարձել, սրանք ինչքանով են անդրադառնում եւ ինչ կերպ են անդրադառնում աշխատանքի գործունեության ծավալների վրա նաև ձեր։ Վերջի տարիներին գրեթե ամեն տարին մի քանի անգամ մենք ունենում ենք փոփոխություններ, անգամ տարվա կեսից իրականացվող փոփոխություններ, որոնք շատ բացասաբար են անդրադառնում ամբողջ բիզնեսի գործունեության վրա։ Փոփոխությունները ըստ էության կատարվում են, բայց փոփոխություններից հետո միշտ ունենում ենք հետադարձ ուժ։ Այսինքն ինչ որ օրենքների փոփոխություններ են տեղի ունենում, հա, այդ օրենքները հիմնականում ընդունվում են վստահ եմ առանց բիզնեսի շահերը հաշվի առնելու, որովհետև հետո միշտ ինչ որ հետաձգումներ, օրենքների կիրառման, փոփոխություններ, օրենքների կիրառման եւ այլն լինում են։ Որևէ դրական փոփոխություն այս պահին չեմ հիշի։ Ունենք հարկադրույքաչափերի բարձրացումներ, որոնք որ բիզնեսի վրա իրականում ունենում են շատ վատ անդրադարձ։ Նույնիսկ անեկդոտի է վերածվել, ինչն է ամենահաճախ կատարվում Հայաստանում, օրենսգրքի փոփոխությունը, այո, գրեթե ամեն տարի մենք ունենում ենք այդ փոփոխությունները։ Ես ուզում եմ ձեզ խնդրել շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացման մասին խոսենք, որ փաստորեն հունվարի 1-ից արդեն բարձրացել է, անցել է եռամսյակից ավել, կարելի է ասել, գրեթե 4-5 ամիս, ինչ արդյունքներ ունենք եւ շարունակվում են ըստ էության այդ մասին բարձրաձայնել, նշել, որ դժվարացել է աշխատանքը, բայց ինչ կարելի է արդեն տեսնել այս փոփոխության արդյունքում։
Հա, այս պահին մենք կարող ենք արդեն փաստացի ամփոփել ինչ է տեղի ունենում։ Ինչպես նշեցիք, 01/01/25 թվականից ունենք շրջանառության հարկի դաշտում դրույքաչափերի կեսից ավելի բարձրացում, գրեթե կրկնակի, հա, բարձրացումներ են տեղի ունեցել։ Այնտեղ քանի որ հիմնավորվեց, որ ծախսային հոդվածների հիմնավորման մասով կլինեն ավելի ցածր հարկեր, փաստաթղթավորումը կլինի ամբողջական եւ այլն։ Բայց այստեղ մեկ շատ նրբություն հաշվի չեն առել նաև ոլորտների տարբերությունները, որովհետև այս պահին ավելի խոցելի են ծառայությունները, որոնք որ ունեն փաստաթղթավորման շրջանառության խնդիրներ։ Հաշվապահությունը, հա, մեր ոլորտը իրավաբանների մասով եղան փոփոխություններ, որ դրույքաչափը միանգամից բարձրացավ, սակայն ծառայություններ մատուցող ոլորտները իրենք հիմնականում չեն ունենում ծախսային հոդվածներ, այսինքն վարձակալություն, աշխատավարձ եւ այլն, որոնք որ շատ մեծ բեռ է դառնում հաշվապահության կամ իրավաբանության մատուցող ծառայությունների վրա։ Կրկնակի անգամ բարձրացել են բոլոր տեսակի հարկադաշտերը, որը վատ անդրադարձ է ունեցել նաև առևտրով զբաղվող ընկերությունների վրա։ Եվ ինչպես ես ամենասկզբում նշեցի, օրենքը ընդունվեց, բնականաբար եղան որոշակի անհամաձայնություններ բիզնեսների կողմից եւ ելի նույն սկզբունքով եղան հետդարձ քայլեր։ Այսինքն այնտեղ ունեցանք երկու եռամսյակի հետ կապված որոշակի ճշգրտումներ, որոնք որ պիտի տեղի ունենան։ Սկզբում թվում էր, որ դա շատ ինչ-որ դրական է, հա, գոնե կազդի մոտ 2 եռամսյակ ոնց որ իրենք էին նշել, բայց ելի առաջացրեց հաշվառման խնդիրներ, այսինքն պետք է տնտեսվարողը գույքագրում կատարի, ներկայացնի հարկային եւ այլն, որպեսզի նրանք կարողանան օգտվել, այն էլ որոշակի կտրուկ սահմաններով այդ ցածր հարկեր վճարելու հնարավորությունից։ Ըստ էության ծառայությունների հարկերը դարձավ 10% եւ իրենց նշած 4-ը, որ պետք է մենք այս պարագայում վճարենք, միանշանակ չենք կարողանում։ Վստահորեն մինչև 3-4 անգամ ավել տոկոս այս պահին հարկի բեռը իրական տնտեսվարողների վրա է։ Շատ լավ, մենք մեր բանակն ենք զինում, հա, պետությանն ենք տալիս եւ այլն, միանշանակ կարծում եմ բոլոր տնտեսվարողները համաձայն են, երբ մենք վճարում ենք մեր պետության համար, բայց այս դեպքում արդեն շատ ավելի տնտեսվարողներն են փակվում, չեն կարողանում հարկերը վճարել, ծանրաբեռնվածությունը շատ է։ Տեղից եկամտային հարկն է մեզ մոտ բավականին բարձր, այնտեղ հա սոցիալական վճար եւ այլն, այսինքն երբ դու նայում ես ընկերության եկամուտները եւ դուրս եկող հարկային վճարները տանում է դեպի ստվերի։ Միանշանակ այս բոլոր փոփոխությունները երկու ճանապարհ կա, կամ փակվելու միանշանակ դա է, կամ փակվելու են ընկերությունները, կամ պետք է գնան դեպի ստվեր։ Միանշանակ ընկերությունների մեծամասնությունը հակված է գնալու դեպի ստվերի, որպեսզի չվճարի, չի կարողանալու վճարի, պետք է փակվի, հետեւաբար կփորձի ստվերում գործունեություն իրականացնել։ Այստեղ կա մեկ ավելի վտանգավոր իրավիճակ իրականում գնային քաղաքականության վարելը, որովհետև այն բոլոր ընկերությունները, որոնք որ կգնան ստվերայինը, միանշանակ իրենց գնայինը ավելի ցածր կլինի, գնային առաջարկը։ Այն բոլոր ընկերությունները, որոնք կհայտարարագրեն բոլոր հարկերը եւ կվճարեն, հա, կգրանցեն բոլոր աշխատողների եւ այլն, ստիպված կլինեն ծառայությունների գները ավելի թանկացնել, վերանայել, բարձրացնել, որը որ կառաջացնի ոչ բալանսավորված մրցակցություն։ Վստահ եմ, որ կունենանք նաև որակական խիստ խնդիրներ, հա, ծառայությունների մատուցման Արդեն ընդամենը մի քանի ամիս հետո այս ամեն ինչը տեսանելի է լինում։ Նաև շատ խնդիրներ են հենց փոքր միջին բիզնեսի ոլորտում, այս առումով նաև շատ իրենց ձայնն էին բարձրացնում վերջին օրերին, որ հասկանալի է, որ ընդգրկված չէին մասնագետները եւ ինչ խնդիրներ են կոնկրետ այս ոլորտում առաջացել։ Տեսեք, մասնագետների ընդգրկված լինելը ըստ էության չի լսվում այդ ձայնը, ինչքան էլ որ լինում են ակցիաներ, ինչքան էլ որ փորձում են գրահավաքների եւ այլնի միջոցով հասցնել, որ դա իրականում գործնականում կիրառելի չէ եւ գործնականում դա դժվարեցնում է բիզնեսի վիճակը, միևնույն ժամանակ ձայնը ոչ մի տեղում լսելի չէ։ Ըստ էության անգամ այդ ամենից հետո որևէ լսումներ, համաձայնություն, քննարկում տեղի չունեցավ։ Եվ դեռ շարունակվում է փաստորեն, չէ՞, որոշակի դեռ դիմում են, այսինքն քայլեր, մենք հանդիպեցինք նաև այն խնդրին, որ բացի այն, որ 01/01/25 թվականից մենք ունեցանք շրջանառության հարկի դաշտի բարձրացումներ, մենք շուտով սպասում ենք տարվա կեսից, հա, նաև ընդհանուր հարկման դաշտ տեղափոխվող ընկերություններ, այդ թվում մենք իրավաբանական ընկերությունները, հաշվապահական, իրավաբանականը
դա շատ խիստ ու վատ է անդրադառնալու բոլոր ընկերությունների վրա, որտեղ ըստ էության մենք տարվա սկզբում արդեն ունենում ենք մեր պլանավորումը, ծախսերի մասով, աշխատավարձի մասով, ունենում ենք ընկերությունների հետ կապված պայմանագրեր, որտեղ որ ներառում ենք ամբողջական գումարը ծառայության մատուցման, եւ դա հիմա ստուգում է մեզ տարվա կեսից կատարել վերանայումն, այսինքն հետեւաբար պետք է թանկացնենք բոլոր գները, ծառայությունների վարձավճարները ու հաշվառման դժվարություններ են այս պարագայում արդեն առաջանում։ Եվ այստեղ միանշանակ կառաջանա իմ նշված դիսբալանս վիճակը։ Այսինքն կլինեն ընկերություններ, որոնք որ կվարեն ոչ ամբողջական սպիտակ դաշտում կմնան ստվերում եւ այն ընկերությունները, որոնք որ կլինեն արդեն ամբողջական հայտարարագրված վիճակում, իրենք արդեն կթանկացնեն իրենց ուղղակի ուրիշ ճանապարհ չունեն, պիտի ծառայությունների արժեքը բարձրացնեն։ Եվ դա կազմում է ընկերության մեծամասնությունը, այսինքն ըստ էության, երբ մեր պետությունը փորձում է որոշակի օրենքների խստացման միջոցով կանխել կոռուպցիան, կանխել ստվերը եւ այլն կամ հարստացնել զարգացնել մեր երկիրը, ըստ էության ստացվում է միշտ հակառակը։ Այսինքն մեր բոլոր փոփոխությունները միշտ ունենում են հետադարձ ընթացք։ Մի հատ վերանայում են այդ օրենքները հետո, որովհետեւ մեծամասամբ կամ վաթարանում է կամ ընդհանրապես չի էլ աշխատում։ Ընկերությունները պարտավորվում են վճարել 20% հարկ, չենք կարող խոսել այս պահի նվազեցումների մասին, որովհետեւ ոլորտը չունի նվազեցումներ, ձեռքբերումներ, հա, որպես այդպեսին, եւ միևնույն ժամանակ նաեւ 18% շահութահարկ, այսինքն 38% դնել մի ընկերության վրա այդ բեռը ամբողջությամբ, դա միանշանակ նամանավանդ փոքր ընկերությունները վստահորեն այդքան եկամուտ չունեն, հա, որպեսզի այդքանը վճարում անեն։ Բացի դրանից, հենց հաշվապահական, իրավաբանական հիմա այս ընկերությունների, այս մասնագետների կարիքը բոլորը ըստ էության ունեն, շատ է ավելի պահանջարկը, իրականում այս դեպքում, եթե ստվերը սկսի ակտիվանալ, մրցակցային դաշտը լրիվ խեղված կլինի ինչ-որ առումով։ Ըստ էության, ես կարծում եմ, որ փոփոխությունները միտված են ավելի դրականի։ Ես կարծում եմ, որ այդպես են մտածում ամեն դեպքում, հա, բայց փորձում են խոշոր բիզնեսների մասնատումները, որ մասնատվում են մի քանի ընկերությունների, որպեսզի ավելի ցածր հարկեր վճարեն եւ այլն, փորձում են դա կանխել, բայց դա անել այն բիզնեսի հաշվին, ովքեր որ իրականում մաքուր հաշվառում են, վճարում են եւ փորձում են իրենց գործունեությունը իրականացնել, դա ուղղակի արդար չէ, այսինքն մի քանի հոգու պատճառով տանել մի հոծ բազմության շատ բիզնեսների վատթարացման դա դրական չէ հաստատ։ Եվ կարծում եմ, որ բոլոր պետություններում, առհասարակ բոլոր ժամանակահատվածներում մենք ունեցել ենք միշտ այն ընկերությունները խոշոր, որոնք որ մասնատվել են, որոնք որ փորձել են հարկեր թաքցնել, իրականացնել վարչարարություն եւ այլն։ Այստեղ մեկ այլ երկիր է սառումով ապահովագրված չի։ Ուղղակի մեզ մոտ բեռը դրվում է արդեն քաղաքացու վրա, այն փոքր բիզնեսների վրա, փոքր միջին բիզնեսների վրա։ Հնարավոր է ի վերջո հարցը լուծել այս բիզնեսի միջոցով, որովհետև կա նաև, չէ, տնտեսագիտության մեջ այդ հակառակ էֆեկտը, հա։ Միանշանակ հենց հիմա այդ process-ն է տեղ ունենում մեր երկրում, որովհետև ես ունեմ շատ ընկերություններ, որոնք որ ընկճված են շատ եմ լսում դե էլ բիզնես անելու երկիր չէ, շատերն են մտածում երկրից դուրս որևէ բիզնես հիմնելու մասին, ես ամեն օրյա գրաֆիկով շփվում եմ բիզնեսի հետ եւ ամեն օր գրեթե այդ արտահայտությունները լսում եմ, շատ կոշտ է պեկի դիրքորոշումը, անգամ ստուգումների մասով շատ կոշտ է։ Սիրելի հետևորդներ, այնուամենայնիվ հաշվապահական իրավաբանական ընկերության, այսինքն այսպիսի ընկերություններին դիմելու անհրաժեշտությունը միշտ խորհրդատվություն կամ եթե որևէ գործունեություն եք ծավալում այս գործունեության մասնագիտական կողմը ապահովելու առումով իսկապես շատ կարևոր է Smart հաշվապահական ընկերության դուք հեռախոսահամարը տեսնում եք կարող եք դիմել, որովհետև սա այն հետաքրքիր ու շատ արագ ճկուն աշխատող ընկերություններից է, որ աշխատում է բիզնեսի բոլոր ըստ էության ուղղությունների հետ, թիմը համալրված է նեղ մասնագետներով, ինչպես նշեց Գոհար Զարոյանը, Գոհար, պիտի խնդրեմ անդրադառնանք նաև մեկ այլ խնդրին, որը հիմա երևի նորից բոլորին է հետաքրքրում համընդհանուր հայտարարագրման հետ կապված, հիմա այստեղ ժամկետները երկարաձգվեցին, բայց ձևակերպումների մեջ նորից ամեն ինչ ու բոլորին չէ, որ պարզ է։
Հայտարարագրման հետ կապված Լիլիթ ջան, ես խոսել եմ անգամ անցյալ տարի, երբ նոր էր, հա, այդ ամենը։ Մեկ անգամ խոսել եմ, էլի հետաձգվեց, այս տարի եւս հետաձգվեց եւ նորից ես այն մտքին եմ, որ ընդունվում է օրենքը առանց պետությունը պատրաստելու այդ ծանրությանը։ Այսինքն մենք անցյալ տարի էլ ունեինք ID-ների չլինելու խոչընդոտները, այս տարի էլ դա ունենք։ Նշվեց որոշակի ժամկետ, որը տեղափոխվեց նոյեմբերի 1 եւ չեմ կարող ասել այդ ժամանակ արդեն ինչ կլինի։ Ըստ էության մեր պետությունը ընդունում է որոշակի օրենքներ, որոնք դեռ չգիտենք, կարողանում ենք մենք դա կրել, թե ոչ։ Մենք կարողանում ենք ապահովել, թե ոչ։ Ու անդադ այդ ժամկետների հետաձգումը թույր ըմբռնում է առաջացնում անգամ մարդկանց մոտ, հա։ Կլինի, թե չի լինի։ Ես այս պահին լսում եմ շատ մեկնաբանություններ, նոյեմբերի 1-ին էլ չենք հայտարարագրի, միանշանակ կամ դուրս կգա, կամ միանշանակ էլի կհետաձգվի։ Այդ տեսակետը շատ է պատտվում մարդկանց մեջ։ Եվ հետո մենք չունենք դեռ պատրաստի այդ հասարակությունը, կարծում եմ, որ գնանք այդ համընդհանուր հայտարարագրմանը։ Այո, ըստ էության հասարակությանն էլ չէ պետք է միանշանակ պետք է պատրաստել։ Մենք նայում ենք դրսի փորձը, եվրոպական փորձը եւ այլն, բայց չենք հաշվի առնում հասարակության տարբերությունը։ Միանշանակ ես կողմ եմ, որ մեր քաղաքացին էլ պետքա լինի ֆինանսական կրթված, բայց պետք է հաշվի առնենք նաեւ, որ դա մենակ Երևանը չէ, Հայաստանը մեծ է։ Եվ այդ բոլոր շրջաններով պետք է կիրառվեն։ Նույնիսկ պետք է հաշվի առնել, որ այս կենսաթոշակների, հա, այդ բանկային քարտերի միջոցով ստանալու նույնիսկ սա դեռ ըստ էության ամբողջությամբ ճիշտ չի գործարկվում այստեղ, որովհետև մենք տեսնում ենք, որ շատերը դժվարանում են եւ այդ առումով ունենում են նաեւ խնդիրներ, արդեն դա կենսաթոշակային տարիքի մարդիկ։ Շատ լավ, փաստորեն սա դեռ նոյեմբերի 1-ի նոյեմբերի 1-ը հստակ ֆիքսված է, որ մինչև դա արդեն հա վերջնաժամկետային պետք է հանձնել, այստեղ էլի նույն փոփոխությունները նշեց մեր վարչապետը, հա, մինչև 300,000 դրամը հայտարարագրվում է, մինչև դա չի հայտարարագրվում եւ այլն, այսինքն էլի այդ ճկունությունը 300,000 դրամից ավել հայտարարագրվում է, մինչև 300,000 դրամը ոչ։ Այստեղ էլի ճկունությունն, այսինքն ընդունել որևէ օրենք եւ հետո փորձել հասկանալ ոնց արդարացնել այդ օրենքը, որ ընդունել են, ոնց մեղմացնել այդ հանգամանքը, որ ընդունվել է, ինչ անել, որ բնակչությունը մի փոքր ավելի թույլ նայի այդ սուր իրեն համար սուր թեմային։ Փորձում եմ դեպքում այդ հետընթաց քայլերը։ Այո, հետ քայլերի քաղաքականությունը այս առումով շատ վտանգավոր է եւ անհասկանալի։ Այնուամենայնիվ հայտարարագրման հետ կապված, եթե ասենք այդ ընթացքում այս նոյեմբերի 1-ը մնա վերջնաժամկետ եւ այլն, մենակ լրացնել շատ քչերին պիտի հաջողվի։ Կարող են դիմել, ունեք այդպիսի ծառայություն։ Հա, իհարկե, մենք անցյալ տարի էլ ենք կատարել, այս տարի էլ միանշանակ կօգնենք բոլորին եւ ընդունում ենք հայտեր, այս պահին էլ են աշխատակիցները հայտարարագրումներ անում։ Այնտեղ եւ սոցիալական վճարների վերադարձման մասով, հա, ունենք գումարներ, որոնք որ էլի այդ ոգևորող գումարներն են, հա, որ դուք հայտարարագրեք, մենք վերադարձ կանենք ձեզ 100,000 դրամ։ Այո։ Հա, կատարում են ամբողջությամբ եւ դա եւ եկամուտների հայտարարագրումը եւ այլն։ Իրականում բավականին հետաքրքիր է, երբ շատ է ուսումնասիրում հայտարարագրումը, դետալային է աշխատավարձների գրանցումը, աշխատավարձների չափերը, եկամուտների գրանցումը, այսինքն ըստ էության կրկնակի հարկում այս պարագայում, որովհետեւ այն մարդը, ով որ ինձ տվել է այդ գումարը, ինքը արդեն ինչ որտեղ աշխատել է, աշխատավարձ է ստացել եւ այդ գումարի մասով ինքը հարկվել է։ Ու ինձ տալուց հետո մի հատ էլ որ ես դա արդեն ինձ թվում է որոշակի խախտումներ կան։ Այստեղ էլ կան խախտումներ, որոնք ճշգրտման անհրաժեշտություն ունեն։ Որտեւ աշխատավարձը արդեն իսկ հարկվում է։ Մարդը ստանում է եկամուտ աշխատավարձով, որը արդեն իսկ հարկված է։ Մի հատ էլ ինքը ինձ փոխանցում անի եւ այդ արդյունքում էլի առաջացնենք նույն խնդիրը, կարծում եմ, որ անընդունելի է ուղղակի, այն էլ մեր հասարակության համար, այն էլ այն հասարակության համար, որ չի ստանում բարձր աշխատավարձներ։ Հետո փոքր է, հա, փոքր երկիր, փոքր շուկան, տնտեսությունը նաև այս փոքր լինելու դեպքում կարելի ասել, որ վտանգներն ավելի շատ են։ Կարելի է ու ես շատ կոպիտ միգուցե կհնչի, բայց ինձ թվում է, որ մեր քաղաքացին ավելի շատ բանը դուքանվում է, ավելի շատ վճարում է։
Ոնց որ պետք է աշխատի հասցնի վճարի։ Այո։ Նույնը բիզնեսը, աշխատի հասցնի հարկերը վճարի։ Այն բիզնեսը, որը որ այս պահին շատ հանգիստ է, ես կգնամ ստվերի դաշտ, այստեղ առաջանում է մեկ այլ հարց։ Այդ ստվերը հետո ինչ որ մի օր բացահայտվելու է։ Այո։ Մի հատ էլ այդ մասով, այսինքն երբ ինքը մի հատ էլ կհանդիպի այդ բացահայտմանը, այդ ստվերի բացահայտմանը, այնտեղ կունենան տուգանքներ, տուժեր, հարկերի վերականգնում եւ այլն, ինքն ամեն դեպքում բոլորը առնչվելու են այդ ամեն ինչի հետ։ Դրա համար ավելի լավ է ուղղակի ինչ որ չափ հաշվի նստել իրականության հետ։ Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ տնտեսությունն էլ պետք է երկրին, ինչպես մյուս բոլոր ուղղությունները զարգացնելու համար։ Գոնե լսել բիզնեսի ձայնը։ Եվ այո, բիզնեսի ձայնը պետք է լսել։ Շնորհակալ եմ շատ, Գոհար, բայց ուզում եմ օգտվել առիթից, դուք նշեցիք, որ ֆինանսապես տեղեկացված պետք է լինել, այսինքն ավելի ինֆորմացված լինելու, գրագետ լինելու դեպքում հասարակությունը ինչ որ առումով պատրաստ կլինի գոնե փոքր խնդիրները իր համար բացահայտելու եւ այստեղ հիմա կրկնակի ու եռակի պահանջված դարձան հաշվապահի մասնագիտությունները։ Ես գիտեմ, որ դուք հաշվապահական դասընթացներ նաև ունեք, ինչպես նաև վերապատրաստումներ, եւ նախորդ անգամվա մեր զրույցից ես հիշում եմ, որ դուք այսպես շատ ոգևորող նաև միտք ասացիք, որ եւ օֆլայն եւ օնլայն, այսինքն նույնիսկ երեխա մայրերը կարող էին մասնակցել եւ այս պահանջված մասնագիտությանը տիրապետել։ Իհարկե սիրով ենք անցկացնում դասընթացները, հուլիսի 1-ից պատրաստվում ենք արդեն ունենալ նոր խմբեր զրոյական մակարդակով եւ զրոյական մակարդակից սկսել անցկացնել բարապունքները։ Յուրաքանչյուր մաս հարկային հաշվառումը եւ այլն ունենալու է առանձին մասնագետներ։ Միանշանակ վերջում կլինեն սերտիֆիկատներ, լավագույն ուսանողները կունենան նաեւ աշխատանք մեզ մոտ գործընկեր ընկերություններում եւ այլն։ Եվ այստեղ պետք է նշեմ նաև, որ հայտարարագրման մասով արդեն մեկ ունեցել եմ մեկ դասընթաց եւ կարծես թե մինչեւ նոյեմբերի 1-ը կունենանք 1-2, հա, նախատեսվում է ունենալ 1 կամ 2, ինչքան որ կհասցնենք այդ դասընթացները իրականացնել, որպեսզի անհատները գոնե կարողանան լինել տեղեկացված, կարողանան օգտվել համակարգից եւ հասկանալ ինչպես կատարեն իրենց հայտարարագրումները իրենք, այլ ոչ թե դիմեն մասնագետների։ Քանի որ հայտարարագրումը պահանջում է շատ խիստ նույնականացում, այսինքն լիազորագրեր եւ այլն այս պարագայում չեն գործում։ Յուրաքանչյուր անհատ պետք է ունենա ID քարտ եւ կարողանա մուտք գործել համակարգ եւ իրականացնել իր հայտարարագրումը։ Մենք կպատրաստենք նաև դրան, կարծես 1-2 հանդիպում կունենանք։ Մեկ հանդիպում ունեցել ենք, մինչև նոյեմբերի 1-ը կունենանք եւս 2-ը։ Իսկ դասընթացների մասով նշեցինք եւ օֆլայն եւ օնլայն զրոյական մակարդակի, ինչպես նաև վերապատրաստումները։ Այսինքն զրոյական մակարդակ ասվածը ինչ կրթությամբ ովքեր կարող են դիմել։ Ես միշտ ցանկալի կլինի, որ ունենան բարձրագույն կրթություն, գոնե տնտեսագիտական, որովհետեւ շատ ունենք, հա, տարբեր ճյուղեր ավարտածները, բայց որոնք չեն տիրապետում հաշվապահությանը, սակայն ցանկանում են աշխատել հաշվապահ։ Հետևաբար մենք իրենց կտանք այդ գիտելիքները հարկայինի մասով, օրենսգրքի հաշվառման մասով, տնտեսագիտական բարձրագույն կրթություն։ Իհարկե ունենք նաև միջին մասնագիտականը, հա։ Ովքեր որ կարող են իրենք էլ մոտենալ, այո, միջին մասնագիտական եւ բարձրագույն տնտեսագիտական կրթություն ունեցողները շատ կարճ կբաղական, կարճ են, չէ՞, նաև դասընթացները։ 6 ամիս։ 6 ամսյա, իրականում 6 ամիսը բավական կարճ ժամանակ է այսպիսի պահանջված մասնագիտությանը, այսքան ամբողջությամբ տիրապետելու, որովհետև այստեղ շատ կարևոր է Գոհար Սարոյանի, ես գիտեմ նաև իր արդեն ուսանողներից այդ կարծիքը, մարդիկ կան, ովքեր շատ հեշտությամբ են կարողանում իրենց ունեցած գիտելիքը տալ հեշտ այսպես քայլերով, եւ այս դեպքում 6 տարվա նաև դասավանդման փորձը Գոհարի մեծ առավելություն է։ Փաստորեն վերապատրաստման դասընթացները ինչ են վերապատրաստման, այսինքն այստեղ արդեն հաշվապահները, որոնք աշխատում էին, որոշակի ծրագրեր պիտի լրացնեն։ Ունենք ներմուծումների մասով, ունենք հարկային օրենսգրքի փոփոխությունների մասով, հա։ Խմբերը հիմնականում բաղկացած են լինում 2-3 հոգուց վերապատրաստումների մասով, որովհետեւ մասնակիցը կարողանա անհատական վերաբերմունք ցուցաբերի բոլոր մասնակիցներին։ Գոհար, ես տեսնում եմ ձեր ընդհանուր գրաֆիկը, դուք անընդհատ յուրաքանչյուր ընկերության, չնայած ընկերությունների թիվը շատ մեծ է, բայց բոլորի հետ այսպես անհատական բոլորի խնդիրները ձերն եք համարում։ Սա գիտեմ, որ հաշվապահ ամենակարևորն է,
ամեն ինչ իր ձեռքին է եւ ինքը ամեն ինչի կարծես պատասխանատվությունն է նաեւ շատ մեծ, բայց նաեւ բնավորության հետ սա կապ ունի եւ այս բնավորությունն ունենալը օգնում է որպեսզի հետո արդեն վստահելի ու լավ հաշվապահ լինել։ Շատ սրտացավորեն ենք վերաբերվում յուրաքանչյուր ընկերությանը։ Յուրաքանչյուր ընկերության հետ անցնում ենք այդ ճանապարհը, ինչ որ իրենց այդ պահին առնչվում է։ Այս պահին, երբ ես այստեղ եմ, մենք էլի հենց այս պահին գտնվում ենք ստուգման ընթացքում, ու մենք ամեն քայլը, ամեն պահը իրենց հետ ենք, եւ հա, դա օգնում է, որպեսզի ընկերությունները վստահեն, որովհետեւ ճանապարհ ենք անցնում ամեն դեպքում։ Չենք թողնում մենակ ընկերություններին եւ մեր կարող եմ ասել բախտը բերել է, որովհետեւ ընկերություններն էլ մեզ չեն թողնում այս պարագայում։ Մենք փորձում ենք համաձայնեցնել, միասին հաղթահարել մեր դժվարությունները, որոնք այս պահին շատ են։ Եվ օրենքների փոփոխության հետ կապված, եւ բեկի ագրեսիվ վերաբերմունքի հետ կապված։ Ինչն է օգնում ձեզ այ միշտ կարողանալ այս տեսակը պահել եւ այդ եռանդով շարունակել։ Սիրում եք այս ոլորտը։ Կարծում եմ սերը դեպի իմ մասնագիտությունը, սերը դեպի իմ աշխատանքը։ Ես ամեն օր եմ ապրում այդ աշխատանքով։ Ինձ համար դա ուղղակի աշխատանք չէ, որ հաճախում եմ աշխատանքի, վերադառնում տուն եւ այլն, հա։ Դա ինձ համար ուղղակի ապրելակերպ է ու պատկերացրեք չեմ ոչ մի օր մտածում, որ կարող եմ չլինել այս գրաֆիկում եւ ոնց կլինի իմ կյանքը, եթե ես չլինեմ այս գրաֆիկում։ Նաեւ շատ հաճելի է, երբ տեսնում ես այսքան զբաղված, այսքան լարված, բայց մարտում այսպես նուրբ, գեղեցիկ, մայր, բայց ում վրա կարելի է հենվել։ Այստեղ է երևի որ պրոֆեսիոնալիզմը առաջին եւ ամենակարևոր տեղում է։ Համաձայն եմ ձեզ հետ, իրականում մենք անցյալ անգամ էլ հա խոսեցի այս մասին, երբ տեսնում են աղջիկ, տեսնում են ոչ բարձր տարիքի, հա, որտեղ հաշվապահներին այլ կերպ են ընկալում, միշտ լինում է այդ վերաբերմունքը, հա, միգուցե մասնագիտական որևէ բացեր եւ այլն, բայց առաջին իսկ խնդրի դեպքում, առաջին իսկ շփման դեպքում միանշանակ դրվում է այդ նշաձողը, որ չեմ վախենա ասել, գործ ունեք մասնագիտական բարձր որակներ ունեցող անձանց հետ։ Ձեր այդ հետևողականությունը յուրաքանչյուր խնդրի բոլոր մանրուքներին անընդհատ տիրապետել ու անընդհատ հետևողական լինելը, սա մի գիծ է, որը երևի իրականում, հա, նաև իհարկե պրոֆեսիոնալ ուղղության հետ է կապված, բայց նաև մարդկային։ Դուք ուշադիր եք այն ամենի հանդեպ, ինչը շրջապատում է ձեզ, ինչը ձեր պատասխանատվության գոտում է։ Հա, իհարկե, պատասխանատվության բարձր զգացողություն կա, եւ կարծում եմ, որ դա ունեն հաշվապահների մեծամասնությունը։ Ամեն դեպքում այն հաշվապահները, ովքեր որ իմ շրջապատում են, մենք խոսելուց հասկանում ենք, որ ունենք նույն միտքը, ունենք նույն զգացողությունը, պատասխանատվության բարձր զգացողությունը եւ փորձում ենք գնալ վերապատրաստումների, ինչքան էլ որ իմ գրաֆիկը ծանր է, ինչքան էլ որ ինձ մոտ օրը դժվար է, ես փորձում եմ գոնե 2 ժամ, 3 ժամ անպայման լինել, որևէ նոր փոփոխությունների քննարկմանը մասնակից լինել կամ մասնակցել դասընթացներին եւ այլն, որպեսզի միշտ լինեմ տեղեկացված։ Իհարկե հիմա իսկապես շատ դժվար ընթացք է, բայց նաեւ ձեր պրոֆեսիոնալիզմի տեղեկացված լինելու անընդհատ ու ժամանակին ընկերությունների կողքին լինելու շնորհիվ շատ բաներ հուսանք, որ հնարավոր է շատ ավելի հարթ, քան կարող էր լինել այդպես անցնել, որովհետև մենք այսպես ասում ենք հաշվապահական ընկերություն, հաշվապահական իրավաբանական, բայց ըստ էության այս պահին բիզնեսը, նաև տնտեսությունը Հայաստանում պահելը շատ դեպքերում նաև հենց ձեր ուսերին է։ Միանշանակ։ Ես միշտ ասում եմ, որ մեզ համար ավելի դժվար է որպես հաշվապահական ընկերություն, քան հենց բիզնեսի տնօրենի համար, բիզնեսի հիմնադիրի համար, որտեղ ամեն դեպքում պատասխանատվությունը կրում է հաշվապահականը։ Ինձ համար ավելի հեշտ է պահել ին բիզնեսը, քան ծառայություն մատուցել, որտեղ այդտեղ ամեն դեպքում իմ անձն է, այնտեղ պատասխանատվություն մեկ այլ անձի ստեղծած ընկերության մասով, որը ավելի շատ է բարձրացնում պատասխանատվության ստանդարտը։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Շատ մեծ հաջողություններ եմ մաղթում ու անսպառ էներգիա, որովհետև այդ դեպքում իսկապես ձեզ համար անհաղթահարելի քիչ բան պիտի լինի, հուսամ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։
Սիրելի հետևորդներ, գիտեք, իրականում հիմա դժվար է, ժամանակները դժվար են, բայց մարդիկ կան, ովքեր մտածում են, որ այս ժամանակներում ոչինչ անել հնարավոր չէ, ինչ կարող եմ անել ես, իսկ մարդիկ կան, ովքեր մտածում են, որ իրենցից ինչ-որ բան կախված է եւ պիտի իրենք լինեն, իրենց պատասխանատվության գոտում է, նաեւ գտնվում են ամեն ինչը, ինչ կատարվում է, իրենց շուրջը եւ իրենց գործընկեր ընկերությունների հետ։ Այսօր մենք խոսում ենք շատ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ մասնագետի Smart հաշվապահական եւ իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն, իրավաբան, ֆինանսիստ Գոհար Զարոյանի հետ։ Գիտեք, հիմա իրականում նաեւ հաշվապահական ընկերությունների համար բավական դժվար ժամանակներ են, մենք այս մասին այս օրերին շատ առիթներ ունենում ենք լսելու, բայց մյուս կողմից նաեւ մեր մեծ ու փոքր խնդիրներն առանց պրոֆեսիոնալների, առանց իրենց դիմելու հիմա արդեն իրականում հնարավոր չէ ընդհանրապես լուծել։ Ամենակարևորը իսկապես տեղեկացված լինելն է եւ երկրորդը, որը շատ հաճախ ավելի ենք կարևորում, մոտիվացված լինելը, որովհետեւ մոտիվացնող մարդկանց կողքին իսկապես աշխարհում շատ բան թվում է հնարավոր։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։